Երևանը Բաքվի հետ դիվանագիտական խողովակներով աշխատում է, որ վերջապես ստորագրվի վաղուց համաձայնեցված խաղաղության պայմանագիրը։ Ես կարծում եմ խաղաղության կառուցման գործընթացի տրամաբանության մեջ մենք առաջընթաց ենք ունեցել։ Իհարկե մեր բոլոր խնդիրները չենք լուծել, մենք չենք կարող ասել, որ ամբողջովին խաղաղության օրակարգը իրագործված է, բայց համոզված կարող եմ ասել, որ մենք այս հարցում ունեցել ենք արդյունքներ։ Որպես արդյունք Տավուշի սահմանազատումն է հիշեցնում Գրիգորյանը, վստահեցնում է գործընթացը կանգնած չէ, հանձնաժողովները քննարկում են, որտեղից շարունակել սահմանի զատումն ու գծումը։ Մյուս կնճռոտ հարցերը, որ օրակարգ է բերում Բաքուն, Հայաստանի սահմանադրության և ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման մասին են։ Այստեղ էլ Երևանը լուծումներ ունի։ Գիտեք, որ մենք պատրաստակամություն ենք հայտնել խաղաղության պայմանագրի ստորագրման միևնույն օրը ստորագրել նաև Մինսկի խմբի լուծարման դիմումը, ինչպես նաև սահմանադրության մասով գիտեք Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը։ Ես դες պաշտոնապես ասում եմ, որ մեր եկեղեցիները չուլանացված են, չուլանացված։ Մայրենիի բառապաշարը չի հերիքում, իր անհատակ զայրույթն արտահայտելու համար է ստիպված նոր բառեր հորինում վարչապետը։ Ինչքան կարելի է այդքան խոսել սրբության մասին ու այդքան արտասուրբ լնել։ Մենք մեր հնան ու մեր ծախսերը հաշվել չգիտենք նորմալ։ Մենք ո՞նց ենք պատրաստվում երկիր կառավարել։ Ոչ թե պատրաստվում են կառավարել, այլ 7 տարի արդեն երկրի ղեկին են։ Սա կաբինետի անդամները չեն հիշեցնում վարչապետին, որի զայրույթը պարզվում է ուղղված է այն մարդկանց, որոնք վրդովվել են մարզահամերգային համալիրում կազմակերպված էլիտար հարսանիքից։ Ասենք մարզահամերգային համալիրում ի՞նչ պետք է տեղի ունենա։ Ինչ պետք է տեղի ունենա։ Համերգ տեղի ունենա, այն որ ընդհակառակը պետք է քաջալերել, որ այսօր Հայաստանից ու դրա մասին ոչ մեկ չի խոսում։ Հարյուրավոր ընտանիքներ գնում են Դուբայում հարսանիք են անում, հետ են գալիս։ Սենց այս մտածողությամբ հասկանում եք, մենք մեր եկեղեցիներին էլ ենք տենց վերաբերվում։ Եվ ահա մի քանի տաճար մոմ վառելու գնացած վարչապետի հոգևոր անդորը խաթարվել է։ Խելագարվել կարելի է ուղղակի։ Խելագարվելու տեսարաններ է նկարագրում, վրդովված է ոչ միայն որպես վարչապետ, այլև որպես հավատավոր քաղաքացի։ Ասենք մտնում ես մարդը ինչի համար է եկեղեցի մտնում։ Մտնում է ինչ-որ հոգևոր հաղորդակցության ունենալու, չէ՞։ Մեկ էլ մտնում ես այստեղ աղբա լցրած, այնտեղ աղբա լցրած, այնտեղ ինչ-որ մեկի հին շորերն են, այնտեղ մեկը կոշիկներն ա դրել, այնտեղ մեկը իր հին կռավատն ա բերել դրել։ Բայց ո՞նց կարելի է ասենց էլի, ինչքան կարելի է այսքան կեղծ լիներ, հարգելի ներկանել։ Չի ասում, թե որտեղ, որ եկեղեցիներում է այս տեսարաններին բախվել, գրեթե բոլոր տեղերում պնդում է նույն վիճակն է, եւ ուրեմն ստանդարտներ սահմանել է պահանջում Ժաննա Անդրեասյանից։ Չի կարա մեկը իր հին կոշիկները տանի բանում պահի, եկեղեցում պահի։ Ասենք 7-րդ դարի, 9-րդ դարի, 11-րդ դարի եկեղեցում տանի իր հին բաները պահի։ Կարծրատիպեր է կոտրում կառավարության ղեկավարը։ Հայկական ավանդական ընտանիքն ասում է մեկ հարկի տակ 7 պորտով ապրելու մասին չէ։ Դա աղքատության նշան է։ Ժամանակ ա եղել, որ կովերն են նույն սենյակի մեջ ապրել, բայց դա չի նշանակում, որ դա մեր ավանդույթն է։ Ուստի հիմա խրախուսում է երիտասարդներին կազմել սեփական ընտանիքը, ապրել առանձին, սիրելով հարազատներին։ Լավ բան չկա նրանում, որ մի քանի ընտանիք իրար հետ նույն տեղն են ապրում։ Էրմինե Ղարիբյան, Էպիկենտրոն։